Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսում։ Այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին։ Բարև ձեզ, պարոն Սուքիասյան։ Պարոն Սուքիասյան, ըստ ձեզ ինչ է կատարվում Հայաստանում։ Օտար նարատիվների առաջ մղում, նախընտրական ակտիվացում, թե ըստ ձեզ կա նաև ինչ-որ երրորդ գործոն։ Բոլորը միասին է։ Եթե նոր բան չի սա մեզ համար, այս պարբերաբար այս երևույթը կրկնվում է, ներքաղաքական, բայց ներպետական ավելի շատ լարումներ, ներհասարակական կրքերի լարումներ, 20 թվականից Հայաստանը ճնշման տակ է դրսից ներսից։ Դարձապես մեր վատը այն է, որ մեր ներսի մի հատված դրսի հետ սինխրոն աշխատում է։ Սա լավ բան չի, սա հասկանալի բան չի պետությունների ժողովուրդների կյանքում, բայց այս հետխորհրդային, որ իհարկե անընդհատ ասում ենք հրաժարվեք այդ տերմինից, որտեղ այդ հուշը ոտերներից է չամուրի նման կապված գալիս է, հələ այդ անկախության գիտակցումը դժվար է։ Պետությանը կպցնում են հետխորհրդային, քաշում են այն կողմ։ Բայց ամեն դեպքում այդ տարածքում դեռևս ներդրված, միգուցե 100-ամյակներով ներդրված բացիլները աշխատում են։ Այսինքն մեր մոտ այդպես էլ երրորդ հանրապետություն հասկացությունը չի ձևավորվում։ Երրորդ հանրապետություն հետխորհրդային Հայաստան։ Այո, երրորդ հանրապետությունը մեզ դա ոնց է, ԽՍՀՄ ինչ է եղել ԽՍՀՄ-ի հետ։ Փլվելու ժամանակ ԱԿԲ-ն հավաքվել է, ասել է ցրվեք, չենք կարող պահենք։ Ամենտեղ մի հատ ռեզիդենտ են դրել, կառավարն են, էլի։ Ձևական պետական ատրիբուտները եղել է, բայց դա եղել է միևնույն է Ռուսաստանի սուզերենությամբ ինչ-որ տարածք։ Եվ կառավարել են, հիմա փչացել են, այլասերել են, ինչ ասես արել են, էլի։ Բայց պատերազմից հետո այդ ամենը սրվել է։ Սրվել է նախ շատ լավ է, որ մեր ժողովրդի մոտ սրվել է ինքնիշխանության, ինքնիշխանի գիտակցումը, սա շատ լավ բան է։ Բայց սրվել է նաև մեր ժողովրդի մարմնում տեղավորված մինչեղափոխական անցյալի այլանդակությունները, որտեղ Ռուսաստանի սիխրոն աշխատում են։ Պարզապես մեծ ոճիրը չեն կարողացել գործել Հայաստանի Հանրապետության դեմ, բայց պարզապես որ շարունակում են, ուզում են, նպատակ ունեն։ Շատ են իհարկե մեր լրատվական դաշտն էլ եւ նաեւ իշխանությունն էլ հավանաբար շատ է շարը գցում սրանց ունեցվածքը պահելու իշխանամոլության ձգտումի վրա, բայց սրանց այլանդակությունների 5%-ն է դա։ Մնացած 95%-ը իրենց ֆունկցիան է, տապալել պետությունը։ Չեն կարողանում, անընդհատ մարդ են որում, գետնի տակից, սրբազանի օգնականի օգնական չի լինում, չի ստացվում։ Այսինքն նպատակ կա, պարզե ամեն անգամ պիտի լարումներ առաջացնեն։ Միգուցե ինչ որ մի պահի, միգուցե իշխանությունը մի քիչ կսխալվի, ոնց է, մեծ հարց չեն կարողանում լուծել, փոքր հարցեր լուծում են, բայց որոնք կարող է հետագա մեծ հարցի վերածվել։ Անընդհատ իշխանության հեղինակությունից 1% ստանում են, 2% ստանում են, 3% ստանում են, մի քիչ մխտարում են ներքաղաքական կյանքը, ստեղծում են անուժության զգացում, իշխանության թուլության պատկեր, այդ իշխանությունը իր վրա որտենց գրել է դեմոկրատիա։ Անգամ ուժով էլ չեն փորձում։ Հայաստանի պարագայում մի մոտ այնպիսի տպավորություն է, որ իրանք մտածել են, որ դա ինչ փափուկ ուժ, ինչ բան։ Հենց կոշտ կոպիտ ուժով էլ պետք է առաջ տանել։ Հա, այդ էլ կա ռուսական նարատիվների նկատի ունեն։ Այո, այդ էլ կա, զուգակցված է տեղեկատվական հոգեբանական տերորի էլեմենտներով։ Նա անընդհատ 5 տարի է մեր հասարակությունը մշակման է ենթարկում, տեղեկատվական հոգեբանական գրող, այդ հա, հասկանալի է, որ դա ազդեցությունը կարող է շատ չի, բայց եթե դա սիստեմատիկ է, դա ինչ որտեղ արդյունք ցույց է տալ, որտեղ հակագրողը այդքան էլ ուժեղ չի։ Անընդհատ Ռուսաստանի կողմից սրանց բայրակթարներով, լրատվամիջոցներով եւ այլն պետությունը մխտարում են։ Բայց դա հիմա ինչ ասեմ, իրավիճակ է, որը մենք անցնենք, ուշադիր լինենք, այս մարդիկ ինչի համար են անում, նկատի ունենանք ինչի համար են անում։ Ամեն մեկը գիտեք ոնց է, եթե մեր քաղաքական դաշտն էլ նայ, գլխավոր դերակատարները որևէ մեկը առանձին ինքնություն չունի։ Այն մեկը դաշնակցությունը հղում է անում 1000 տարվա պատմության վրա, բայց որ իրեն ասես դու ով ես հիմա, դու հիմա ով ես, այսինքն սրանցը կախյալ ինքնությամբ է, այն մեկը հորով է ներկայանում, այն մեկը մորով է ներկայանում, որ հələ ձեր հերերին մերերին հանեք, դուք ով եք, մտ ներկայացեք, տեսնենք։ Բայց այս ռուսական ավանդույթն էլ կա, էլի,
ես սրա պապն եմ, պապը ես սրա թորն եմ, բան, ասենք էդի պապդ է, դու ով ես ընդհանրապես, բայց հա, դի անեն, ինչքան հնարավոր է մխտարելու եղանակներ դի։ Ընդ որում դա այն պարագայում, որ աշխարհը գոնե ապացուցել են բոլորը, որ քաղաքականությունը ժառանգականություն չի ընդունում։ Չի կարող այսինչ պրեզիդենտի որդին լինել պրեզիդենտ, այնինչ իշխանավորի զավակը լինել հետո իշխանավոր, եթե դա կատարյալ դիկտատուրա չի։ Հա, դե սրանք գիտեն դա մասնագիտություն է, ասենք, եթե բժիշկ է, աշխատում է տղան բժիշկ լինի, կոշկակար է, կոշկակար լինի։ Սրանք գիտեն, դա վերաբերում է ժառանգականությունը արհեստներին, որ փոխանցում են։ Այո։ Այս սրանց չի վերաբերում, էլի։ Հիմա դե սրանք էլ այդ սկզբունքով են։ Դա նայեք, առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում, դա ռուսական ավանդույթ է։ Թարապես հորով ներկայանալը։ Նաև մեր օրինակ, եթե նայեք, մեր շատ տեղերում դա կա, ասենք, բժշկական հանրույթի մոտ, որ այս ինչով նա։ Ասենք գրում ես բժշկի, ասում է գնա Գուրգենիչի մոտ։ Գուրգենիչը էդի հերն է, գնա Գուրգենի տղու մոտ, այդ մարդնով է։ Ռուսական ավանդույթում հորով ներկայանալը շատ է, ծնողով ներ։ Ընդհանրապես իհարկե դա վատ բան չի, բայց մեր ավանդույթի հետ կապ չունի, ասենք Վլադիմիրովիչ Պուտին, չէ՞։ Շա Վլադիմիրի տղա։ Մեր հայկական ավանդույթում դա չկա, օրինակ, ասենք, գիտեք հաստատ Տոլստոյի հայրանունը, չէ՞, Լև Նիկոլաևիչ Տոլստոյ, չէ՞։ Մովսես Խորենացի հորանուն ինչ է։ Ոչ։ Եղեգի Չարենցի հորանուն ինչ է։ Մեր ավանդույթում դա չկա մեր ավանդույթում դա։ Ինքը ով է, ամեն հայ ինքը ինքնատիպ մարդ է։ Լինելով ծնողահարկ, այո, չէ, դա որևէ կերպ ծնողի առավելության կամ նսեմության հարց չի, պարզ է, որ մենք ծնողասեր ժողովուրդ ենք։ Հա, բացապես մեր մշակույթը, մեզ մոտ անհատականության համակարգը շատ է ընկրված։ Նույն մեկն այս հերոսի աղջիկը, հերոսը հայրն է։ Հայրը, դու ով ես։ Դու։ Այսինքն հիմա ուզում ասեմ, այս ավանդույթն էլ կա, այս խառնակցությունն էլ կա, ինչ հնարավոր է այլանդակ են, ինչով հնարավոր է պետության ներքաղաքական կյանքը ցնցեն։ Իհարկե ազդեցությունը շատ մեծ չի, բայց եթե ինքը սիստեմատիկ է, ինքը ինչ-որ տեղ, ինչ-որ արդյունք կունենա։ Պարոն Սուքիասյան, ես համաձայն լինելով ձեզ հետ նաև համաձայն չեմ։ Ինչի համար։ Տեսեք, անցած տարում մեր ժողովուրդը շատ լավ ցույց տվեց, որ ինքը կարող է որոշում կայացնի եւ այդ որոշումը պահի։ Հարցը Եվրաքվեի մասին է։ Իհարկե ցանկալի էր ավելի շատ ձայներ, բայց այդ սուղ միջոցներով այդ կարճ ժամանակում այդքան ձայն հավաքել տենց ճակատագրական որոշման համար Հայաստանի պարագայում գրեթե հավատալու չէր, բայց դա տեղի ունեցավ։ Չէ՞, այսինքն մենք պետք է նաև հաշվի առնենք, ոչ միայն մենք, քաղաքական դաշտը, քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն, որ մեր ժողովուրդը որոշում կայացնող է։ Կարող է այդ որոշումը ուշանա, բայց կայացնելու է այդ որոշումը։ Այո։ Դե հա, նախ իհարկե որ իրենք շարունակեն ավելի շատ ձայն կհավաքեն, պարզապես բարվեցին այդքանով, դե այդքան էր անհրաժեշտ։ Ահա ճիշտ է, նկատի ունենք նաև մեր ժողովրդի եվրոպական ձգտումները, իր հարազատությունը այդ մշակույթի, որտեղ սա իրեն Ռուսաստանից։ Հա, իհարկե սա իրեն հարազատ ավազան չի, պարզապես մեզ աշխարհագրորեն սխմել են այստեղ, սահմանները փակեն, բայց գործ չունեք ոչ մեկից, մենակ ռուս կտեսնեք։ Այստեղ էլ մի քիչ կողոպտեք բան, դրա համար իրենց հույսը նաև դրա վրա էր, իրենց հույսը իրենց 5-րդ Շարասյան ուժի վրա էր, իրենց հույսը կեղծ պատմաշինությամբ կրթված սերունդի վրա էր, բայց պարզվում է մենք որպես ժողովուրդ հավաքականորեն մեր պատմության դասերը լավ չենք սովորել եւ լավ ենք արել։ Որովհետեւ եթե լավ սովորեինք, հիմա ռուսասեր մեռնելու էինք մենք եւ կեղծ պատմություն էինք իմանալ։ Պետրոսենք եկան փրկեցին տրամաբանության։ Ռուսի չսկարա, մենք ենք մեղավոր ամեն ինչի մեջ եւ այլն, էլի։ Այսինքն մենք մեր ժողովուրդը գտնվեց հավաքականորեն իմաստուն, իր արքետիպին հարազատ։ Այդ որ ասում են լավ կրթվել, նայած ինչ եք լավ կրթվում։ Եթե դուք լավ սովորելու եք սովետական պատմաշինություն, դուք լրիվ էշանալու եք պրծնեք։ Ավելավ է լավ չսովորեք, մնաք նորմալ արքետիպային հայ, բնական խելքով, եւ դուք կլինեք այդ դեպքում միշտ ավելի ճիշտ որոշում կկայացնեք։ Հա, իհարկե նկատի ունենանք, որ այո, մեր ժողովուրդը շատ կարևոր հարցերում շատ լուրջ որոշումներ է կայացել։
Եկ ինչու, երբ որ հնարավորություն է ունեցել, ճիշտ որոշում է կայացրել։ Բայց մեր այս մինչ հեղափոխական անցյալը չի թողել մեր ժողովուրդը որոշում կայացնել։ Սրանց գիտակցության մեջ ժողովուրդ չի եղել։ Ընտրությունները կեղծել են ժողովուրդ, չէ՞։ Դա համար հիմա օրինակ իրենց հասկանալի չի։ Ինչպես է հնարավոր ընտրությամբ իշխանություն ձևավորել։ Մարդիկ երբ իմպիչմենտի գործընթաց են սկսել, ուզեն ազգային ժողովում իմպիչմենտ հայտնել։ Լսեք, սա դու չեք կարող այդպես աղբերներով հավաքվեք իմպիչմենտ հայտնել։ Դաստեղ ժողովրդի քվե կա, բայց էլի ավանդույթի հուշով ժողովրդին շրջանցենք դեմոկրատական ինստիտուտները։ Դար հա, իրենք մեր փոփոխությունները չեն հասկանում, չեն գնահատում, դրա համար են նաև սխալվում։ Եթե մի քիչ ուղեղները աշխատի, կարող է մի քիչ իրենք լավ աշխատեն, բայց քանի որ իրենք այն գլխից ուղեղ չունեն, իրենց կառավարում են, իրենք բախվում են այսօր մեր ժողովրդի հավաքական կամքի եւ փշրվում են։ Դրա համար, քանի որ էլի նորից հարցը չեն կարողանում մեծ հարց լուծել, մախտարենք, ինչքան հնարավոր է մախտարենք։ 1% շահ կլինի, ինչ եմ ասում, մենք դի նկատի ունենք Ռուսաստանը մեր նման չի։ Դա ամեն դեպքում կայսրություն սարքելու փորձ ունի։ Պետություններ փլցնելու փորձ ունի։ Մեր պարագայում ավելի շատ ունի։ Դա հոգնել չգիտի, դա կարող 20 տարի սենց աշխատել։ Հիմա չի հաջողվի, 20 տարի հետո թող հաջողվի ենթադրենք։ Եթե այս սիստեմը անընդհատ աշխատելու է։ Պատրաստ է մի քանի սերունդ պատերազմի դաշտում պարկասնել։ Այո, եւ հա, իրանց համար դա բացարձակ ոչ բան է, դա իրենց ռուսական եւ թուրքական ռազմական մշակույթը նույնն է։ Ռուսական ռազմական մշակույթը հաշված է տարածքի եւ մարդու վրա։ Իրենք կռվում են տարածքով եւ մարդով։ Սովետը երկրորդ աշխարհամարտում 25 միլիոնից ավել զոհ է տվել, չէր կարող ավելի քիչ տալ, կարող էր, բայց պետք է մարդով տվյալները մինչեւ 47 միլիոն։ Այո, դրա համար օրինակ մեր ռազմական ստրատեգիաները ռուսական չեն կարող լինել։ Իրենց ստրատեգիան լրիվ ուրիշ է, իրենցը մարդու վրա է եւ տարածքի վրա է։ Մենք այդ տարածքը չունենք։ Երև Արցախից մի ոտ հետ եկակ մտնում եք Երևան եւ մենք այդքան մարդ էլ չունենք։ Մեր տակտիկան, ռազմավարությունները պետք է փոխվի լրիվ մեզ հետ ընդհանրապես կապ չունի։ Ներողություն, հաջողություն կունենայինք 44 օրյա պատերազմում, եթե ունենայինք Արցախում 500,000-անոց բանակ։ Այո։ Համապատասխան զոհերով եւ տոկոսներով, չէ՞։ Այո։ Այսինքն մենք կարող Եթե այդքան ունենային չէին հարցակվի։ Բայց մենք եթե էտել չկար, չեղացի վրա էլ ռուսականի վրա անեին, չէ՞, սպարագայում։ Չեղացի վրա էլ ռուսական ավանդույթի վրա է, դա համար լավ չի։ Հա, ռուսներն էլ այն ճիշտ է, իրենց դրա համար իրենք խնդիր չունեն։ Այդ նայեք, այդ մենք այստեղից վերլուծում ենք, նաև մեր մոտ վերլուծություններ կա։ 500,000 զոհ ունի, հա, դա հասկանալի չի մեր համար, բայց այդ ժողովրդի համար դա հասկանալի է։ Օրինակ Գալիպոլի ճակատամարտից մի բան պատմեմ, որ թուրքերը համարում են առաջին աշխարհամարտի սկզբում իրենց հաղթանակը։ Բոսֆորի նեղուցների համար պայքարն է։ Նա ինչ է ասում է անգլիացիները դրեդնոտ նավեր ունեին։ Ասում է անգլիական դրեդնոտ նավերի 2 հարվածից հետո մեր բոլոր պատնեշները փլվեցին։ Մնում էր միայն մտնեին։ Ասում է հանկարծ տեսանք, որ անգլիացիները թողեցին գնացին։ Շրջով գնացել են, կարային մտնեն։ Ասում մեզ մնաց ֆրանսիական եւ ցարական Ռուսաստանի հետ ուղիղ պայքարը։ Ցարական Ռուսաստանի նավերը կրակում են ստվոլից ընկնում են իրենց նավի մեջ, փտած հնացած բաներ, անցան ռուսների ասած բլիժնի բոյի։ Եվ ինչ է ասում, ասում է մեզ պետք է օրական 30,000 մեհմեդ։ Եվ նկարագրում է, ասում է, ինչպես է քարածուխը լցնում վարարանի մեջ, ոչինչ հետ չի գալիս, չէ՞, միայն շուտ մոցիլներ են, չէ՞, հետ գալիս, չէ՞։ Ասում է մենք 6 ամիս այդ 30 ամեն օր 30,000 մեհմեդը ապահովեցինք։ Ստալինգրադի ճակատամարտը իրենց համար դա նորմալ, նախ ուզում եմ ասել, որ այդ շատ ներկայացված է Թուրքիայի հաղթանակը մեր գրքերում էլ, այտենց չի։ Եթե Անգլիան ուզենան մտնելու է։ Պարզապես Անգլիան կոնֆլիկտ էր պետք, խելք ունեն, արեցին գնացին։ Եվ ցարական Ռուսաստանի ներքաշեցին պատերազմի մեջ։ Այսինքն իրենց մշակույթի մեջ դա կա, մենք պետք է նկատի ունենանք, որ դա մեզ հետ կապ չունի։ Մեր ռազմական ստրատեգիան ուրիշ պետք է լինի։ Ռուսները եթե պետք լինի, Ուկրաինայում 10 միլիոն զոհ կտան։ Դուք այտենց մի նայեք 500,000, ուրեմն լավ չի ռուսների վիճակը, կպարտվեն։ Հակա ռազմավարական հեռանկարում չեն հաղթի։ Բայց այտենց մի նայեք, էլի այտենց հեշտ ամեն ինչ լինելու։ Դե Պուտինը գլուխ էր գովում։ Ասեց ամիսը մեզ մոտ կամավոր գալիս են, կամավորագրվում են 50,000 զինվոր։ Այո։ Ինքը դա հպարտությամբ ինքը ասում է։ Հա, դե մի քիչ էլ ճիշտ է, մի քիչ էլ չափազանցված է, պարտադրված են բերում, բայց մի քիչ էլ ճիշտ է, որովհետև այդ ժողովուրդը իհարկե բաներկապ դա ասկետ է, դա
պահանջների հարցում սահմանափակման սկզբունք ունի։ Այո, բայց դուք նրան կայսրության հուշը հետ տվեք, նա բան է, նա կկացնահարի մարդուն, դες բնավորություններ, ժողովուրդները հոգեբանություն ունեն, մենք չենք կարող այդ հոգեբանությունը շրջանցել։ Այդպիսին են, այդ ժողովուրդն այդպիսին է։ Կայսրության հուշը տվել են ձեռները, քշում են Ուկրաինա։ Մանավանդ էլ եմ ասում, առիթ ունեցել եմ ասել, հիմա էլ ասեմ։ Ռուսների համար Ուկրաինան ինչով է կարևոր, որպես աշխարհագրություն, ոչ միայն, նաև իրենց ինքնությունն է, իրենց ինքնությունը Կիևյան Ռուսիան է։ Հիմա այդ ինքնությունը տանում են ձեռներից։ Այսինքն տակը բան չի մնում, հասկանալի չի իրենք ովքեր են։ Դեռ ռուսները անընդհատ ինքնության որոնման հարց ունեն։ Օրինակ ժամանակին ցարականներ։ Մեր հարևանների նման, պարոն Սուքեսյան, կներեք, մենք հիմա մի կարճատև դադար ունենք եւ շարունակենք, ձեր մտքը հիշեք, կարճատև դադար։ Շարունակենք։ Ասեմ այդ ինքնության հարցը, սրանք անընդհատ ռուս փիլիսոփաները իրենց ժողովրդի ինքնության հետ բռնաբարությամբ են զբաղված։ Հետո հիշում եք Գումիլյով կա, Լև Գումիլյով, որը գրեց մի աշխատանք «Պասիոնարная теория էթնոգենեզա», ոնց նոր էթնոզ առաջացնեն, ասեն, չէ, մենք եվրասիացի ենք։ Այս Դուգինը, որ վերցել է, դա Դուգինի տեսություն չի, Լև Գումիլյովին է։ Հետո այդ անցավ, չէ, մենք բան ենք, խորհրդային ենք։ Հետո այդ անցավ նորից անընդհատ որոնումների մեջ են սրանք ինքնության։ Բայց գլխավորը իհարկե Կիևյան է, դրա համար իրենց մոտ այդ ողբը շատ ավելի մեծ է, իրենց ինքնությունը ձեռներից տանը, դրա համար միգուցե նաև դա պատճառը շատ է։ Նմանություն կա մեր հարևանների հետ, չէ՞։ Իհարկե, մեր նույն ինքնության որոնումը սրանց մոտ է։ Այո, դե դրանցն էլ էլի առիթ եմ ունեցել, քանի որ հարց տվեցիք, Մարկուզե կա փիլիսոփա, Մարկուզեն կախյալ ինքնության տեսության հեղինակ է։ Այսինքն Ադրբեջանը ինքնություն չունի, կախյալ է, մեզ հետ հակադրության մեջ է ճշտում, ինքը ով է, ասում է, սա հայկական չի, Արցախ հայկական չի, ադրբեջանական է, Տոլման հայկական չի, դուդուկ հայկական։ Եթե մեզ հանում եք արանքից, ասում եք դուք ով եք, հայտնի չի իրենք ովքեր են։ Այսինքն իրենք իրենց ինքնությունը մեզ հետ հակադրության մեջ են ճշտում։ Մենք պետք ենք, որպեսզի իրենք ինքնություն ունենան։ Ինքնահաստատվեն իրենք։ Այո, որտեղ ինքնությունը հայտնի չի։ Բայց իհարկե ձեռի տակից արհեստականորեն սարքում են հակադրությունների համակարգի վրա իրենց ինքնությունը, բայց որը իհարկե մեզ ձեռնտու չի, դա մեր հաշվին են անում։ Դրա համար բաներ կա, մենք պիտի նկատի ունենանք։ Հայաստանը իրեն պետք է կարողանա այնքան կարգի բերել, մենք որպես ժողովուրդ, պետություն, պոտենցիալ այնքան կարգի բերենք, որ իրենք իմանան, որ չի կարելի ասեն այդ խոսել այդպես։ Ես այս երկու օրը նկատեցի մեծ հետաքրքրություն համացանցում Facebook-ում Հռոմի Պապի նորընտիր Պապի մասն է խոսքը, ինչ որ հայկական արմատների մասին, որ իր Պապը Թուրքիայից է գաղթել Լատինական Ամերիկա, այնտեղից հետո ինքն է շարունակել եւ այլն։ Սա էլ մեր թույլ կողմերից մեկը չի։ Մենք էլ ինչ-որ փնտրտուք ունենք Սուվորովի տատ, Հռոմի Պապի արմատներ, սրա, նրա։ Դե հա, ճիշտ է, բայց գիտեք ինչի՞ց է, որտեղ մենք շատ ունենք, բան չունեմ ասելու։ Ունենք, շատերել ենք ունեցել, ասենք, եթե ռուսականացած հայտնի հայությունը, օրինակ, հայ, բան, բայց Հայաստանի դեմ են գործել։ Հա, շատերն ունենք, դա իհարկե շատ պարագաներում խոսում է մեր ժողովրդի որակի մասին, որտեղ մեր ժողովրդի որակ անհատական որակ, այո, շատ բարձր է։ Ընդ որում ասեմ, որ դա էլ է նորմալ։ Իհարկե մեր գրականության մեջ դա մեղադրանք է, որ ամեն հայ ինքը մի հատ անհատ է, հավաքականությունից թույլ ենք մենք, հետո ինչ։ Հիմա նայեք, ընդհանրապես որ ժողովուրդներն են ուժեղ, որոնց մոտ անհատական հատկանիշն է ուժեղ, ոչ թե հավաքական ամբողջայինը։ Բայց կարողանում են նաև հավաքվել։ Հա, այլ հարց է, որ մենք պետք է կարողանանք այդ մեր անհատական ուժեղ հատկանիշը ճիշտ կառավարել։ Ասենք քրեական մոդելը։ Այո, այլ հարց է, որ այստեղ կառավարման խնդիր կա, թե չէ դա մեր ժողովրդի որակի մասին է խոսում։ Իհարկե դա միշտ ծաղրվել է, փոխարենը հավաքական լինեք, եսի ինչ է։ Բայց դա գիտեք ինչից է նաև, որտեվ մենք մեր մշակույթին չենք կպնում։ Եթե մենք մեր մշակույթի պատվանդանի վրա կանգնենք, օրինակ, մենք ոչ թե հիմա կփնտրենք, որ Հռոմի Պապու տատը կամ Պապն է հայ, այլ մենք կհասկանանք, որ մեր եկեղեցին
մեր կաթողիկոսը ի պաշտոն է, Հռոմի Պապին հավասար է։ Քրիստոնեությունը շատ ենք ասել, 3 ճյուղ ունի, չէ, ուղղափառ, կաթոլիկ, առաքելական։ Ուղղափառների կաթոլիկների առաջնորդը ամբողջ աշխարհում Հռոմի Պապն է, չէ։ Ուղղափառը արևելաեվրոպական ճյուղն է։ Ռուսները ասում են մեր Կիրիլն է, դե ինքը չի պարզե, բայց թող իրենց նվեր լինի։ Իսկ առաքելական եկեղեցու առաջնորդը ամբողջ աշխարհում մեր կաթողիկոսն է։ Իսկ եկեղեցի որ մտնեք, չէ։ Եկեղեցին ման է Երուսաղեմում, չէ, Մայր տաճարը, կիսած է, կեսը հայկականն է, կեսը ուղղափառն է, կեսը կաթոլիկն է, չէ, ռուս չկա այնտեղ։ Այն բոլոր ռուսասեր հայերն ուզում եմ ասել, այնտեղ ռուս չկա вообще։ Հիմա բայց դա մեր եկեղեցու, մեր մշակույթի բարձրությունն է։ Մենք քրիստոնեական քաղաքացիության մեջ էլիտար ենք, բայց մեր պարզապես մեր եկեղեցու ղեկավար դասը այդպեսին չի, որ ինքը իրեն պահի այդպես, որ մեր մշակույթը շատ բարձր է։ Դրա համար հա մեզ գցել են փոքր ժողովրդի թեզիսը այն մանկուց դրած է, յոլա գնալու սկզբունքը յոլա գնալ։ Հետո ընկել ենք ցարիզմի մամլի չի տա։ Դրած է դա համար հա որոնում ենք, այս մեկը հայ լինի թե չէ։ Ոչ թե մենք պետք է որոնենք, այլ այդ մարդը պետք է որոնի, որ ինքը այս քաղաքակրթությունից է։ Որտեվ այս քաղաքակրթությունն է այդ ուժը նաև, չէ, ինչ արքետիպով տվել իրանց, ինչ ասեմ։ Բայց դասանք հարցեր են, որոնք աստիճանաբար պիտի փոխվի, մեր եկեղեցին էլ պիտի փոխվի։ Շատ բաներ կա, պիտի արդիականանա, բայց դա մեր եկեղեցու հոգևոր դասը քաղաքականությամբ է զբաղված Ռուսաստանի համար, էլի։ Ու խոսքը գլխավոր դերակատարների մասին է։ Լավ, մեր ժողովուրդը դες որքան կարող է գոյատևել ֆորս մաժորային իրավիճակում, որտեվ անընդհատ է այդ մեզ մոտ։ Եթե այդպես է, ուրեմն մենք պիտի սովորենք դրան, որտեվ հա իհարկե սովորենք, իմանանք թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի, բրծնենք, բայց եթե այդպես չի, մենք պետք է սովորենք նաև այդ պայմաններում ապրել, որովհետև հաշվի առնենք նաև որոշակի օբյեկտիվ պայմաններ, հաշվի առնենք աշխարհագրություն, որտեվ եք ոնց է, աշխարհագրությունը իր քաղաքականությունն ունի, երբ որ ասում են աշխարհաքաղաքականություն, դա աշխարհագրական դետերմինիզմի վրա հիմնված բան է։ Մենք չենք կարող մեր աշխարհագրությունից դուրս բաներ մտածել։ Սա կոնֆլիկտային տարածաշրջան է, դարերից կուտակված, ընդ որում կոնֆլիկտը միայն տարածքային չի, էթնոկոնֆլիկտ է։ Էթնոկոնֆլիկտները դաժան կոնֆլիկտներ են, էթնոկոնֆլիկտերում կոնսենսուս դժվար է։ Որում բնությունն էլ է։ Այո։ Էլի ծայրա է։ Հա, ուզում ասել մենք դի սովորենք դրան ապրել։ Իհարկե մենք դրան սովորենք։ Մեր կամքից անկախ, եթե մեր 140 տարվա պատմությունը նայեք, Բեռլինի կոնգրեսից սկսած, չէ, մենք այդ ֆորս մաժորով ապրում ենք դժբախտություններով, 140 տարի մորթվում ենք, Բեռլինի կոնգրեսից սկսած։ Եթե ընդ որում մենք մի քիչ էլ այդ մահվանը սովորել ենք, մի քիչ սովորական բան է դարել, դա լավ բան չի, պետք է սովորենք, եթե այդպես է, հա, տենց էլ պետք է լինի, որովհետեւ մենք կարողանանք որպես ժողովուրդ նախ քաղաքականապես զարգանանք, իհարկե ահագին պրոգրես կա մեր մոտ քաղաքական մտածողության աշխարհը ընկալելու, որտեղ նոր սերնդի պատրաստվածության առումով երիտասարդ սերնդի։ Դե մենք հո համաշխարհային քաղաքականության մեջ չենք եղել։ Եթե նայեք վրա օրինակ այս հարավային Կովկասի տարածաշրջանում մենք ինչ է Վրաստանն է կենտրոն եղել, Հայաստանը ինչ է, ասենք անկյուն հետված պետություն է եղել, ով է բանը տեղ բերել։ Չենք էլ եղել համաշխարհային քաղաքականության մեջ, այո։ Այդ կրթությունն էլ չենք ունեցել։ Իհարկե, ինչ էլ ունեցել ենք, հետո անտեսել ենք, չենք կարդացել, կարդացել ենք սովետական գրքեր, դա համար շատ է մեր միտքը փչացած։ Բայց նաև դա լինի նորմալ, բայց այնպես չլինի, որ մենք համարենք, որ դե լավ, դες հարցը պետք է 4 դար հետո լուծվի։ Դա մեր բնավորությունն է։ Իշխանությունն էլ օրինակ ասում է, որ այս հարցը երկար լուծման է։ Հայությունը, որ ասում է երկար, մենք որ ասում ենք երկար, մենք նկատի ունենք 4000 տարի։ Էսա լավ չի։ Երկար հասկացանք ամեն ինչ չի, որ միանգամից է լուծում, բայց այդ երկար չպետք է լինի 40 տարի։ Ես եմ իշխանության ասել հետևյալը։ Մենք ամեն դեպքում հələ պատերազմ եւ այլն թողնենք, իհարկե ինքնիշխանության վերականգնման խնդիր ենք դրել։ Հիմա բայց մենք ունենք այդ ինքնիշխանությունը։ Բայց դա պետք է ամրապնդվի։ Երկրորդը մենք տրանզիտի պետություն ենք։ Մենք այսպիսի ժողովուրդներ աշխարհում շատ կա, երբ որ ավտոկրատիաները տապալում են, ասում են դեմոկրատիայի։ Եթե դուք անցումը ձգձգում եք, ժողովուրդը հոգնում է։ Եվ շատ երկրներ եղել են, որ այդ անցումը չեն կարողացել ապահովել, գրանցվել է ռևերս ալիք, հետընթաց ալիք։ Եթե դուք այս տրանզիտը ձգձգեցիք անընդհատ, բացատրելով, որ դա համար պատճառաբանություն ունենալով,
Եթե հանկարծ ռևերսալի գրանցվեց եւ նաեւ մեր ժողովրդին եմ ուզում ասել Հայաստանի կողոպտված սյուզերեն անցել է Օսլայած դեմքով հետ է գալու դրա համար իշխանությունը պետք է լինի շատ ավելի պատասխանատու եւ շատ ավելի ուշադիր սա չի կարելի երկար անցնել էլի չի ասեմ գործընթացը թող գնա կհասկանանք Ի վերջո դուք բավականին հետաքրքիր օրինակ բերեցիք նույն այդ ֆորս մաժորի իմաստով տեսեք աշխարհի ամենահզոր բանակը որքան էլ տարօրինակ հնչի համարվում է Շվեյցարիայի բանակը որը կարող է մի օրում զենքի կոչել 1.5 միլիոն մարդ եւ նրանք բոլորը պատրաստված են ի վերջո ոչինչ չի խանգարում մեզ նման մոդելով պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի մանավանդ այդ ամեն ինչի միջով մենք անցել ենք բայց մենք նաեւ պետք է հաշվի առնենք նաեւ իշխանությունը պետք է հաշվի առնի մենք բնույթով մեր ազգը մեր ժողովուրդը բնույթով ժողովրդավար է մենք երբեք չենք եղել ճորտ ճիշտ է մենք միշտ եղել ենք ազատ մարդիկ մեր պապերը նրանց պապերը Եվ շատ լուրջ գործոն է, պետք է այս ուժը, այս պոտենցիալը նույնպես օգտագործել։ Այո, այսինքն մենք ժողովրդարական դառնալու համար բոլոր հիմքերն ունենք իմունիտետ ունենք։ Այո, այսինքն ժողովուրդը մենք պատրաստ ենք ժողովրդով դա ասել, ազատության իդեալը մեր ժողովրդի մեջ շատ կա։ Մեր ժողովուրդը այնպեսի բանաստեղծ ունի Նալբանդյան, որ ազատություն բանաստեղծությունը, չէ։ Ինչ ասեմ, երբ ծնվեցի, ոչ հայր, ոչ մայր, ազատություն գրկեցի, չէ, օլիգարխ չէ, ազատություն։ Ոչ էլ ճորտություն, ոնց որ սրանք են սիրում, էլի, այսինքն հա մենք այն գլխի ժողովրդավար եղել։ Նույնիսկ նայեք մեր եկեղեցին, եթե նայեք, մեր եկեղեցին էլ դեմոկրատական ինստիտուտ է։ Նայեք, օրինակ ամբողջ միջնադարը Եվրոպայի կաթոլիկների համար համարվում է մթի խավարի շրջան, որովհետև եղել է եկեղեցու դիկտատուրա, չէ։ Եվ ունեցել են ինկվիզիցիա։ Մեր եկեղեցին աշխարհում միակ եկեղեցին է, որ ինկվիզիցիա չի ունեցել։ Չի ունեցել։ Մեր եկեղեցին միշտ եղել է պրոգրեսիվ եւ բաց աշխարհին։ Ինքը դեմոկրատական է, դա մեր ժողովրդի ոսկորների մեջ չկա։ Պարզապես հետո փակվել է եկեղեցին, չգիտես ինչեր բաներով է զբաղվում, որը լավ չի։ Եկեղեցին չէ, եկեղեցու պետերը փակել են եկեղեցին, մեր ժողովուրդը կտել են եկեղեցուց։ Այո, հա, դե շվեյցարիայի բանակն էլ դե նշանակում է ինչ-որ մոդելներ կա, որը պետք է քննել, այո։ Դե չափազանցված է, այտենց Ամերիկա կա, պարզվում է Շվեյցարիայի բանակն է ամենաուժեղը, բայց դա մոդել է, որը կարելի է նստել քննարկել, օրինակ արդյոք ճիշտ է կանոնավոր բանակ պահելը, թե ճիշտ է պրոֆեսիոնալ բանակի անցնել, որտեղ նայեք, կանոնավոր բանակ, եթե դուք օրական ամեն օր 100,000-անոց զորք եք պահում, դա տնտեսության համար մեծ ծախս է։ Կարելի է այդ փողը դնել տնտեսությունը զարգացնել պրոֆեսիոնալ բանակ։ Եվ ռեզերվիստներին կրթել։ Այո, կրթել եւ չունենալ ամեն օր։ Եթե պետք լինի, դուք մի զորակոչով 500,000 մարդ հավաքեք, ոչ թե դուք ամեն օր 100,000 Այո, շվեյցարական մոդելը հենց դա է։ Այո, ուզում ասել, նաև ասեմ, այնպես չի, եթե մեր ժողովուրդը մենք ռազմական մշակույթ ունենք։ Այս ինչ ողբերգություն մեզ հետ տեղի ունեցել ուրիշ բանի արդյունքում։ Ռուս-թուրքական գործակ ծանրությունը մեծ է նաև դավադրությունը։ Ուրեմն պարզվում է գեներալ, մարդը գեներալ լինի, թողնի 120,000 մարդու օգնի տեղահանի, փախնի գա այստեղ եւ նամակ գրի, ասիկա լիգակ իմ տեղը կռվեք։ Այս ձևի գեներալ, այս սարով է ընդհանրապես, բայց սա մեր ժողովրդի հետ կապ չունի ընդհանրապես։ Մեր ժողովրդի ավանդույթները լրիվ ուրիշ են։ Եթե մենք այս ավանդույթները քրքրենք հանենք, որտեվ դա այդպես լավ ծածկված է, էլի։ Բայց տեղի կողքը ուրիշ թեզեր կա, յոլա գնացեք փոքր ժողովուրդ եք առանց ռուսի չի կարա, սա է պրոպագանդվել։ Եթե սա մաքրենք, մեր ժողովուրդը կանգնի իր մշակույթի, իր պատվանդանի վրա, ապա մեր ժողովրդի համար շատ ավելի հեշտ կլինի հարցը լուծելը։ Շնորհակալություն պարոն Սուքիասյան, մեր եթերաժամը սպառվեց, ուղղակի վերջում ես ուզում եմ մի դրվագ պատմական հիշեցնել եւ հրաժեշտ տալ, եւ որ Խորհրդային Միությունը ձևավորվեց, միակ եւ առաջին եւ վերջին եւ միակ դեպքն էր, որ մի հանրապետություն ապստամբեց եւ բոլշևիկներին դուրս վռնդեց։ Այո։ Դա տապալած, լեհերն են եղել 7 օր են դիմացել, մենք դիմացել ենք 41 օր։ Այո։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին։ Ամենայն բարիք ձեզ։